գիտեմ ով է կրակում, բայց Արմենը իրանց է եկել փրկելու։ Արմենը այդ զենքը ուրիշի ձեռքից է վերցրել, կանչել են, եկել է, տնից դուրս է եկել, մտել է այդ ամեն ինչի մեջ։ Աուր է Պուլյան, այդ վնասված բանը, փամփուշտը, այդ սաղ հետքերը վերացնում են, Գրել են, տվել են ձեռը, կգնաս այս ցուցմունքը կասես։ 4 ամիս է այս ամեն օր լացում են։ Իրանք մի օրում են լացելու այդ 4 ամսվա լացը։ Հանուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Մերձավանի բնակիչ Ռուզաննա Ղազարյանին փետրվարի 5-ին այս տարվա կրակոցներ էին հնչել Մերձավանում, ինչի արդյունքում սպանվեց համայնքի արդեն նախկին ղեկավարի հորաքրոջ որդին։ ՔՊԱ-ական էր համայնքի նախկին ղեկավարը եւ արդյունքում մի շարք անձիկ այսօր դատանի առաջ են կայնել, վերջինս նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանք, երկրից բացակայելու արգելք, ըստ էության փաստացի կալանքի տակ է գտնվում միակ մեղադրյալներից մեկը Արմեն Ղազարյանը, որին մեղադրում են նախկին ՔՊԱ-ական համայնքի ղեկավարի հորաքրոջ որդու սպանության մեջ։ Տիկին Ռուզաննան Արմեն Ղազարյանի մայրն է, որը մեր տաղավարում ուշագրավ հայտարարություններ է անելու, որ ըստ էության կոնկրետ անձանց են փրկում, կոնկրետ նախաքննությունը այլ ուղղությամբ են տանում, ինչ որ անձանց են փորձում քրեական գործից մաքրել եւ ամբողջ մեղքը բարթել իր որդու վրա։ Տիկին Ռուզաննա, մենք փորձենք հասկանալ, թե Մերձավանի աղմկահարույց կրակոցներից հետո ինչ տեղ ունեցավ։ Մինչ կրակոցները համայնքում մթնոլորտը լարված էր, որովհետև ընտրություններ էին, դուք եկել էիք մեր տաղավար, պատմել էիք, որ ըստ էության համայնքը բաժանել են երկու մասի, տղաների կեսը ՔՊԱ-ականների կողմն են, կեսը ներկայիս գործող համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի թևի առաջնորդներն են, թիմակիցներն են, եւ արդյունքում հնչեց այս կրակոցները եւ գործով նաեւ մեղադրյալներից մեկը ներկայիս համայնքի ղեկավարի եղբայրն է, բայց ըստ էության խափանման միջոց չկա կիրառված։ Ինչ մտահոգություններ եւ ինչ շեշտադրումներ եք դուք այսօր ուզում անել, ինչ խնդիր կա, որ ձեզ այսօր հասցրել է, որպեսզի լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնեք խնդիրը։ Տես Քնար ջան, շնորհակալ եմ, որ հյուրընկալեցիք։ Հիմա 4 ամիս առաջ նորից եմ ես եկել խմբագրություն ու փորձել եմ իմ փրկությունը, իմ երեխու փրկությունը ստեղ գտնել, որտեղ ես այդ ոչ մեկին չեմ վստահում։ Ինչ խնդիր կա։ Նախաքննական մարմինը ոչ օբյեկտիվ քննություն է իրականացնում Տիկին Ռուզաննա։ Ոչ օբյեկտիվ, այսինքն հեսա փորձեմ հավաքվել, որ ես իմ ասածը ասեմ։ Էսի նենց չի, որ ես թույլ եմ ու ինչ որ կարենան անեն, չեն կարա։ Ոչ մեկ, ես առաջի օրը որ եկել եմ ասել եմ, ես ասել եմ հավաքվեք ու ձեզ Արմենից հեռու գնացեք։ Ես չեմ ասել Արմենը մեղավոր չի։ Արմենը այնքանով է մեղավոր, որ եկել է իր անկերոջ զանգով, ես շեշտում եմ, որը հիմա նորից դրսում է։ Իր անկերոջ, որ այսօր մենակ Արմենին թողեցին այս ամեն ինչի մեջ, բայց Արմենը իրանց է եկել փրկելու։ Ես իմ ինչ ձևերով են ասել, Արմենը հասել է, փրկել է, տնից իջել է, մտել է այդ ամեն ինչի մեջ։ Ես եմ թողել իմ երեխուն, չեմ իմացել։ Ընկերը մեղադրյալ է, բայց ազատության մեջ է Տիկին Ռուզաննա։ Հա, այդ բոլորը 14 հոգի մեղադրյալներ են, բայց այդ կռվին մասնակցել են 60-ից, այդ իրանց ասելով, ես չեմ իմանում, 60-ից 70 հոգի, այս կողմ են կողմ, մասնակցել են 70-ից 60 հոգի։ Այսինքն հիմա փաստացի մնում է 14 հոգին, ինչ որ ձևերով, ինչ որ խափանման միջոցներով, ես դրան դեմ չեմ, հələ քննությունը գնալու այդ ես այդ չեմ ասում, եթե նաև դեմել եմ, ինչու ոչ, որովհետև եթե ուզենային այս ամեն ինչը արդար լիներ, հաստատ իրանք ոչ մեկը տունը չէին լինի, ոչ մեկը։ Ձեր որդուն մեղադրում են, ըստ էության մեղադրանքը այսպիսին է սպանություն կատարելու համար, այսինքն ՔՊԱ-ական նախկին համայնքի ղեկավարի հորաքրոջ որդուն կրակելու համար։ Արմենը այդ օրը զենքով էր։ Դուք պնդում եք, որ ինքը չի կրակել, ինչ հիմքեր կան դրա համար։ Նայեք, Քնար ջան, ես էլ եմ պնդում, որ Արմենը այդ զենքը ուրիշի ձեռքից է վերցրել, ես գիտեմ իմ երեխաները։ Արմենը այդպես է ձեզ ասում նաև։ Հա, Արմենը տենց է ասում, Արմենը ասում է, ես չեմ տեսել ում ձեռքից, բայց ես խլել եմ այդ զենքը։ Եթե ես հիմա ինչի եմ ասում, քննությունը ճիշտ գնար, քննությունը արդար գնար, այսօր հաստատ ամեն մեկը իր արածի համար էր պատասխան տալու։ Ինչ կասկածներ ունեք, որ քննությունը ճիշտ չի գնում։ Քնար ջան, քննությունը ի սկզբանե ճիշտ չի գնացել, որովհետև
Էջմիածնում ա եղել հենց մահացած օրը, նախ ես էլի եմ ասել եմ, էլի եմ ասում, երրորդ օրը Գրիգոր Օհանյանին, երրորդ օրը տվել են, որ ուղարկավոր են։ Այդ տենց բան չի լինում։ Հենց երրորդ օրը արդեն ես այդտեղից իմ կասկածը գնացել է, որ ըստեղ մի բան անում են։ Բայց քանի որ այնտեղ տարան ու այդտեղից հետո ոնց որ տեղափոխեցին գործը քննչական կոմիտե, ես ոնց որ մի քիչ հանգստացա, մտածեցի, որ արդար կգնա այս քննությունը, այդքան սպասել եմ 4 ամիս համբերատար, ամեն օր լացելով, որ այս եզրակացությունն է լինելու իմ երեխու փրկությունը, ապացույցը, որ ինքը չի։ Ես չեմ ասում, էլ եմ ասում, սպանությունը ես այդ առաջի օրն եմ ասել, Իրանը չի։ Ես այդ ոնց որ հիմա ինձ մեկը ասի, որ ես այսօր ստեղ չեմ եկել ու քո հետ չեմ խոսացել։ Ու ես ասեմ համաձայնվեմ, ասեմ հա ճիշտ եք ասում։ Ես հիմա էլ եմ ասում, քննությունը սխալ է գնացել, այսինքն ինչ սկզբունքով տվել են Էջմիածնից քննչական կոմիտե, ոչ մի քննություն չի վարվել ճիշտ։ Ես ասում եմ, երկու ձայնագրություններ կա, չէ՞, ձայնագրությունները ես առաջի ձայնագրությունը ցույց տվեցին Քնար ջան միասին, ստեղ մեկը գործողություն է անում։ Այո։ Ու այդ ժամերին պետքա վեր ծանեն այդ ամեն ինչը, որ ժամին, որ րոպեին, այնտեղ վայրկյանների բանը որոշիչ է լինելու։ Ես այդտեղ ոչ մի, ես երկրորդ տեսանյութը որ նայում եմ, եթե ես տենում եմ, բայց էդի պետք է փորձագետը անի, ես չպետք է անեմ, պետքա ավտոմեքենաների համարները, ես գիտեմ այնտեղ N-News տեսանյութի մեջ պետք է ասեն ժամերով համեմատեն, այդ սաղ պարզ երևալու է, սաղ պարզ, եթե դուք հիմա փաստ եք համարում, որ փամփուշտ եք գտել ավտոմատի, այդ ավտոմատից կարա նախապես կրակված լինի, կարա հետո կրակված լինի, ես ոնց է դուք իմ քեզ Արմենի ձեռքի ավտոմատի կրակոցն է կպել տվյալ անձին։ Ռագաշետը ասում են եզրակացությունը եղել է, բայց այդ ոչ մի բան չի։ Ես գիտեմ, որ կեղծած է, դա 100% եմ ասում, փրկում են։ Այսինքն իրավապահ մարմինները ներգրաված են փորձակնությունը կեղծելու եւ դուք դա եք ես այստեղ չէի գա, ես չէի ասի, բայց քանի որ հասել է դրան, ես 4 ամիս համբերատար ու սպասել եմ, որ արդար կլինի, որովհետև հույսս դրել եմ, որ քննչական կոմիտեի է գնացել գործը ու այդ քննչական կոմիտեում արդար կլինի, բայց այդ նույն քննիչը, որը որ Արմավիրից Էջմիածնից տեղափոխվել է քննչական կոմիտե արդեն ընդեղ աշխատելու, այս նույն գործը վերցրել է նույն այդ որը որ այդ գործով տվել են նույն մարդու քննիչի։ Այսինքն ինքը նախկինում Էջմիածնում այդ գործը քննել է, անձի անուն ազգանունը գիտեք քննիչը։ Հա, Սևակ Խաչատրյանն է։ Ուղղակի հիմա մի քիչ ուզված եմ, բայց փորձելու եմ այս ինչը որ զգում եմ, ինչը որ ես գիտեմ, ինչը որ ես էլի եմ ասել, առաջի օրն եմ ասել, որ եթե ես եմ հետաքննել, ես իմ մայր հալով, որովհետև ես այդտեղ ոչ մեկին չեմ ուզեցել փրկեմ, ես ուզեցել եմ իմ երեխու, մեր անունը, մեր ընտանիքի անունը, որովհետև սպանությունը ես էլ եմ ասել, որ Արմենինը չի էդի։ Արմենն էլ լուբոյ տղա կարար իր անկերոջ համար գար հասներ, իրանցից բոլոր երկու կողմն էլ այտենց կարային անեին, որ էդի մեղադրելու չի, որ ես մեղադրեմ, որ ես եկել հասել։ Կանչել են, եկել է, տնից դուրս է եկել, մտել է այդ ամեն ինչի մեջ։ Հիմա Ռուզանա, ես կուզենամ մի հատ հստակ վերադառնանք եզրակացությանը, նաև դուք ձեր մտքերը կհավաքեք, այստեղ հստակ ասենք։ Եզրակացությունն ասում է, որ Արմենի ձեռքի ավտոմատը եւ ըստ էության գետնում կամ մահացածի մարմնում հայտնված այդ կտորները այն զենքից են կրակվել, ում որ ձեռքում եղել է ավտոմատը։ Այդպես է։ Հիմա ասեմ։ Արմենի ձեռքի քանի որ տեսանյութը ունի այն ինչը որ ունի, այդ մի փոքր հատվածը, այդ էլ ասեմ, որ կներես խոսքի չեմ, որտեղ ի սկզբանե էլ ասեցի, որ այդ կամերան աշխատել է, ես 100%, դա 10 օր մի ամիս առաջ է փոխվել, այդ կամերան սուտ են ասում, որ չի աշխատել։ Իրանց ինչ պետք է եղել, այդ նկարել են
ու այդ նկարածը տվել են հեռախոս կամերայից նկարել են հեռախոսի մեջ, տվել են իրավապահ մարմիններին։ Հիմնվել են այս սրանով, վсё, ու սաղ ջնջել են։ Ջնջել են, ինչ են արել, չգիտեմ։ Հետքեր են վերացրել, որ իրանց ոչ մի բանը չերևա։ Ապացույցներ։ Ահա, ապացույցներ վերացրել են, որովհետև իրանք են մեղավոր, որովհետև ես 1000 անգամ ասացի, այն շիֆրները ներսից է կրակված։ Ոչ մի բան, ոչ մի հետաքրքրություն չի եղել, ոչ մի մեղադրանք, ոչ մի բան, այսինքն ես տեսանյութը ունեք այն ինչ ունեք, ես եմ ձեզ ասում եմ, ես տեսնում եմ ով է կրակում։ Դուք գիտեք ով է կրակում։ Ես գիտեմ ով է կրակում։ Այդտեղ բոլորը կանգնածները, այնտեղ ժեստեր են անում, ձեռք են հենց Արմենի կողքի կանգնած է։ Այդ տեսանյութը որ նայեն, շատ բան է ասում տեսանյութը։ Շատ բան ասում է Արմենի օգտին, քիչ բան ասում է նորից Արմենի օգտին։ Այսինքն դուք վստահ եք, որ ձեր որդուն փորձում են ամեն ինչ բարթել ձեր որդուրա կոնկրետ անձանց փրկել։ Վստահ եմ։ Տիկին Ռուզաննա, անուն կտակ ում են փորձում փրկել։ Չէ, հիմա անուն չեմ տա քնար ջան, բայց այս շարունակական է։ Ես գնալու եմ քննչական կոմիտե, ես պահանջում եմ, որ այս քննությունը նորից սկսվի, որովհետև ես համոզված եմ, եթե կարամ ասեմ, որ այսօր ինձ ասեն դու ստեղ չես եկել ու ես ասեմ չէ, ես եկել եմ, խոսել եմ ու ասում եմ։ Հիմա նույնն էլ ասում եմ, սպանության հարցում Արմենը մեղավոր չի։ Եթե դուք հիմք եք ընդունում այդ փամփուշտները գտած, ասում են, շարունակեմ քո հարցի պատասխանը, ասում են Ռակաշետից է մահացել։ Այո։ Ու քթել են դեպքի վայրում մենակ ավտոմատի փամփուշտներ։ Համաձայն եմ քթել եք, ես էլ եմ համաձայն քթել եք, ապացույցներ կա, որ քթել եք։ Ես չեմ կարա ապացույցեմ, բա մանեք եք քթեք, բա այն ատրճանակը, որ կրակում է, իրա փամփուշտն ուրա։ Չկան այդ փամփուշտները։ Չէ, բա ընդեղ մի քա ատրճանակներ։ Այո, այնտեղ փոխհրաձգություն էր դերանում։ Ընդեղ ասում են 3 հատ ավտոմատ ա եղել։ Ես չպետք է քտնեմ էդի, Էդի պետք է սաղ փոր, այսինքն ձեզ ձեռա տալի, վсё, այս սրանք սենց դուրս եկան, վсё, ամեն մեկի վրա մի տարի, 2 տարի վարչական տուժով բանով կհելն են, խի, այդտեղ բոլորը մեղավոր են եղել, բոլորը, սկսած ինձանից, ես էլ եմ մեղավոր, որ ես ձեն չեմ լսել, չեմ իջել ներքև, իմ երեխուն փրկեի, ես էլ եմ մեղավոր, այդտեղ բոլորն են մեղավոր, այդտեղ մեկը չկա, որ անմեղ լինի ու իրան ասի, ամեն մեկը սուտ լուրերով, տեսել է, չի տեսել, ով ինչ պետք է, ում ոնց պետք է, ներկայացնում է, գնա դուս այս ցուցմունք տուր, ոնց որ առաջի մի հատ էս շարունակեմ, Ռակաշետից է, այսինքն եզրակացություն ա եղել է Ռակաշետից։ Ես հիմա ասում եմ, հա, ընդունենք չեք կեղծել, ընդունենք ամեն ինչը ճիշտ է գնացել։ Ռակաշետից է եղել, բա ուր է Պուլյան, այդ վնասված բանը, փամփուշտը, պետք է ունեք ինքը բանի, ոսկյա գույնա, չէ։ Ես եմ այդքան բանը կարողանում եմ կարդամ, մասնագետը ոնց կարա այդ ամեն ինչը մեկնաբանի։ Այդ դեղին է, չէ, հիմա եթե վնասվում է այդ Ռակաշետից, պետք է վնասվի, գետնին ա տվել, որտեղ ա տվել, ինչ-որ ծակ ա առանձնացրել, պատին ա խփել, որ հատվածում ա եղել, որ րոպեին ա եղել, ինքը դեռ վազում ա, գնում ա ահագին տեղ, ոնց կարա ավտոմատից կպած մարդուն, կպնի ու կրծքավանդակին կպնի ու ինքը այդքան տեղ գնա մտնի հայատ, հայատից դուրս գա, վազի, գնա կռուկ տա, գաստե կուրտկեն հանի, այդ սաղ տեսանյութում կա, այդ տեսանյութի մեջ մի հատ մեքենայա կանում, այդ սաղ ես ասեմ, այդ սաղ հետքերը վերացնում են, Ում են փրկում, Տիկին Ռոզաննա, անց կա, որին նայ, ասեմ, բոլորը, այսինքն ստեղ, որ իզուր չեմ ասում, բոլորը մեղավոր են, այս կռիվը պլանավորած ա եղել, քաղաքական ա եղել, այս կռիվը, ընտրություններից առաջ, այս լրիվ պլանավորած ա եղել, բայց չեն սպասել, որ անմեղ մարդ կմեռնի, անմեղ իմ Արմենի նման կարա ինքը ուղղակի ինքերոջ համար թասիպ տա, կանգնի միջև վերջ կռվի, Արմենն ասում է ինքը չի կրակի, Տիկին Ռոզաննա։ Ինքը հաստատ չի կրակի, ընդեղ բացի Արմենի ասելը, ես 100% եմ ասում Արմենը չի, Արմենն էլ ասում ինքը չի, բայց տեսանյութ կա, ինչը որ լիքը բաներ ապացում, ես հենց այդ եմ ասում, խիչ են դնում, հանեն, ռոպեների, վարկյանների, այս ռոպեին, ընդեղ մեկը վիրավորում է ստանում, այդ զենք, չգիտեմ, այդ
ձեներից, այդ բաներից ոնց կարան չհանեն այդ նույն ժամանակ, այսինքն դուրս է գալի թե ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Արմենը խուլիգանություն է արել, Արմենը ծեծել է, Արմենը զենքով եկել է, Արմենը կրակել է, սպանել է, վիրավորել է, էլ ինչ կար Արմենի վրա։ Վկաները ինչ ցուցմունք են տալի Արմենի վրա, ասում են Արմենն Ատիկեն Ռուզաննա։ Այն կողմը, այդ նախկին գյուղապետի կողմը, ասում են, հա, ցուցմունք տալիս են, իրանք համ ցուցմունք տալիս են, որ անկանոն կրակահերթ է բացել, այդ են տեսել, համ էլ չեն կարող ասեն, որ բանա ուզեցել է մեզ վիրավորի, սպանի, թե ինչ մտադրություն է, էս են ասում, այդ էլ է սովորացրած, քնար ջան, այն կողմն էլ է սովորացրած խոսում։ Խոսում է, որովհետև տեսել են, չեն տեսել, կապ չունի, գրել են, տվել են ձեռը, կգնաս այս ցուցմունքը կասես։ Տիկին Ռուզաննա, երբ որ մենք զրուցում էինք, դուք նշեցիք, որ վկաներին ճնշումներ են եղել։ Ուզում ասեմ, ինչ ճնշումների մասին։ Առաջի օրով, երբ որ արդեն այս դեպքը եղել, ամսի 5-ի առավոտը 5-ի առավոտյան վկա են տարել, էդի արդեն Արմենի կողմ։ Ես էլի եմ ասում, այս երկու կողմ, որ բաժանել են։ Հիմա Արմենը ոչ մեկի կողմ չի։ Արմենը թքած ունի սաղի վրա, Արմենի մաման է, պապան են։ Ես ասում եմ օֆիցիալ, ես այն անգամ սաղից զգուշացրել էի, որ Արմենի հետ գործ չունեք, գնացեք իրական մարդասպանին գտեք։ Այդ գործողությունը ես ինադու չցույց, դուք դաժե չեք էլ տեսել այդտեղ ով է սպանել, ով է զենք գործադրել, դուք էդ չեք տեսել։ Ես բերեցի, ցույց տվեցի, քո օգնությամբ սա այդ ոնց որ այդտեղից արդեն շեղվեց, որ ինքը չի։ Արդեն այդ վկային տանում են հենց այս կողմից արդեն Ազգանունը գիտեք, հրաչա, չգիտեմ, ազգանունը հրաչային տանում են առաջի այդ առավոտը, տանում են բան Էջմիածին։ Այո։ Ունդեղ ասում են ամուսնացած ես, թե ամուսնացած չես, այնտեղ ու էդ էլ ասեմ, իրանք հենց պատահական իրան չեն տանում։ Որտեվ հրաչոյի պապան ասում է, մենք հենց այդ ձենը լսել ենք, վազել ենք, մտել ենք տուն, ես ու իմ տղեն, բայց տղեն լրիվ ուրիշ ցուցմունք էր տվել Արմենի վրա։ Ես տեսել եմ զենքով դուբինկով իջել է, հետո տեսել եմ զենքով կրակել է, վիրավորել է, սպանել է, այդ սա հրաչոն է ասել։ Այո։ Բայց հրաչոյին ճնշում են գործադրել, նայեք, սենց ասեմ, պատահական չի եղել, որ Իրան հենց եկել են Իրան են տարել, պատահական չի եղել, որ Իրան այդ ճնշումն են գործադրել, որովհետև կին ունես, կնգա տերեսը չես տենա, ոտերդ կջարդենք, ձեռներդ կջարդենք։ Ոստիկանությունում քննչական կոմիտեում։ Չէ, բայց որտեղ են այդ տանում հարցաքննության այդտեղ։ Ահա։ Ու ասեմ քնար ջան, այդ ցուցմունքը տալուց առաջ բանա միջև էդ են ասում։ Այո։ Նկարում են, չէ, դե պետքա ես իմ ասացի դեմ բան անեմ։ Նկարվում է, չէ, տեսակ ձայնագրվում է։ Էդի միացնում են ու սկսում են հարցեր տալ։ Էդ ես ասում եմ իրանց ասելով։ Այսինքն հրաչոն այսօր կասի, որ ինքը ճնշումների արդյունքում։ Հրաչոն արդեն ասել է, ճնշումների չի ասել է, ես վախեցած եմ եղել, գնացել է առերեսման ժամանակ ասել է ես չեմ տեսել, որ ինքը ես չգիտեմ, ես այդտեղ չեմ եղել։ Բայց ինչի ես նման ցուցմունք տվել։ Վախեցել եմ։ Վախեցել են։ Ու չի ասում ինչից է վախեցել, ինչ է։ Ուղղակի առաջի անգամ եմ այդտեղ հայտնվել, ոնց որ վախեցել եմ։ Բայց դու գիտեք, որ ինձ ասում էր, որ ես գնացել եմ, ասել եմ տղա ջան, ես ինչ ես արել։ Այսինքն դուրս ա եկել, որ իր ցուցմունքի հիման վրա այդ զենքներ տեսել են, մեղադրանքներ ներկայացրել են։ Ու հիմա մեղադրանքայինն է, որ այդ փամփուշտներն են, ուրիշ ոչ մի փամփուշտ, բայց այնտեղ զենքեր է գործադրվել։ Ես չգիտեմ ոնց են վերացրել հետքերը։ Ես դաժե արդեն, գիտես ոնց նենց ենթադրելով չեմ ասում։ Իրանց ձեռագիր իմանալով ես գիտեմ։ Իրանց հետքերն են վերացրել, ատրճանակի փամփուշտներ են վերացրել, դրա հետ մեկտեղ կրակողի փամփուշտներ են տարել։ Կամ էլ չգիտեմ, կարող է մարմնի մեջ ա եղել, արդեն կեղծած չեն ասել։ Ես չգիտեմ, էլի հասկանում ես, հիմա ասում են ռակաշետից ա եղել, էդ էի ուզում ասել, որ ավելի ճիշտ լինի, որ ավելի մարդկանց, այն որ ռակաշետից, եթե այդ փամփուշտից ա եղել, փամփուշտը պետք է վնասված լինի։ Այո։ Խազեր քաշված լինի վրան, չգիտեմ, բրոնզի գույն ստացած լինի, ինչ որ տեղից հարված է, չէ՞, ռակաշետը վերաբերյալ խփի մի տեղից հետ գնա կպնի իրան։ Այո։ Էդի պետք է այդ նախ այդ փամփուշտը եթե չես քթել, դու չես կարող ապացուցես, որ էդի ռակաշետից է մահը գրանցվել։
Տիկին Ռուզանա, այնիշ դուք ասում եք նաև փաստաբանական խումբն է Արմենի դա հաստատում, որ այսպիսի դրսևորումներ կան։ Դե հա, փաստաբանական խումբը հաստատում է ու այդ ամեն ինչով զբաղվում են։ Ուղղակի ես հիմա Արմենի գործով շատ լուրջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է զբաղվում, շնորհակալ եմ իրանից ու ամեն դեպքում Էս իմ համար է պետք ու մեկ էլ մերձավանցիների, որ հասկանան, ես էլի ասել եմ, Արմենը անտեր չի։ Ես ասել եմ, Արմենը թող իր արածի համար պատասխան տա։ Ոչ թե ուրիշի արածը Արմենը վերագրեն Արմենի վրա։ Ես չեմ թողելու։ Ես մյուս անգամ արդեն անուններ եմ տալու։ Եթե իրանք ոչ մի բանի առաջ չկանգնեցին, ես չեմ կանգնելու։ Հիմա իմ հաջորդ քայլը լինելու է քննչական կոմիտե։ Ինչ եք պահանջում քննչական կոմիտեի նախագահից կամ կոմիտեից։ Քննչական կոմիտեի նախագահից պահանջում եմ նախ քննությունը նորից սկսվի, որովհետև ես վստահ ասում եմ, ոչ մի ձևի ճիշտ քննություն չի վարվել։ Ոչ մի ձևի ճիշտ քննություն չի վարվել։ Ես ասում եմ քննչական կոմիտեն, որ այս ամեն ինչը նորից գործը բացվի, նորից քննություն լինի ու մարդու արած ճիշտ ու սխալը հասկանան։ Իրանն է, Իրանը չի։ Ես ձեզ ասում եմ տեսանյութերն է, որ կա, ունեք են, ինչ է։ Վախի չեք պահանջում տեսանյութի սկիզբը, տեսանյութի վերջը։ Ինչ են ասում։ Ոչ մի բան, քնար ջան, ոչ չկա, վсё, չկա։ Չացած է եղել, այդտեղից ենք հանել, հեռախոսով Չէ, բոլոր ամոկարույց դեպքերով տեսախցիկները, տեսանյութերը ոչ են չանում, այն կայծակը խփում է, կարծես թե այսպիսի դրսևորումներ գնում է, վсё, ջնջվում է, չգիտեմ ինչ ա լինում, այսինքն մենակ այդ մասով է, այդ հետքերը վերացնում են, պետք չի էդի անել։ Եթե դուք ուզում եք իրական մարդասպանին գտնեք, այդ հետքերով տվեք են, թող երևալու է այնտեղ ում ձեռից է խլել, երևալու է այնտեղ ով է քանի հատ զենք գործադրել, երևալու է այնտեղ երևում էլ ով է սպանում։ Այնտեղ երևում է ով է սպանում, այնտեղ կապիշոնով այդ տղեն է սպանում։ Ու այդ տղան չկա, ոչ մեկ չի կարող պարզի ով այդ տղան։ Չէ, ես չգիտեմ էդի հիմա գիտեն, քնար ջան, իրանք բոլորը գիտեն ով է։ Իրավապահ մարմիններն է գիտեն Տիկին Ռուզաննա։ Գիտեն։ Ուղղակի փորձում են փրկել, որ էսի դեմքա չի երևում, բայց այնտեղ կա մի հատ նկար, որ կարան մաքրեն, ես հեսա փող եմ ծախսելու։ Այս ամեն ինչի մեջ, եթե այս ամեն ինչը ծախված էր, կարային գային ասեին տունդ տուր մեզ, մենք փող չունենք։ Տունը տուր մեզ, մենք այդ տունը իրան նվեր կտայինք, բայց թող արդար քննություն լիներ, եթե էսի փողով էր որոշվում։ Այսինքն դուք մարդկային կյանքը կործանում եք, ձեր փողի համար, այսինքն դուք ինչ ով եք։ Տիկին Ռուզաննա, միջևերջ գնալու եք դուք Միջևեր գնալու եմ, քննչական կոմիտեի նախագահին եմ դիմում, էսի ես չեմ թողելու, ես հեսա գնալու եմ քննչական կոմիտե, ես միջև Նիկոլ Փաշինյան եմ գնալու, թող հանի ես ամեն, ես չեմ ասում Արմենը իր արածի համար, եթե գտնում եք, որ այդ զենք խլելը, մարդկային կյանք փրկելը հանցագործությունը, գալ ընկերոջ կողքին կանգնելը հանցագործությունը, թող դրա համար պատժվի, ես չեմ ասում չէ, թող պատժվի, բայց ոչ սպանության, սպանությունը Իրանը չի, էսի մեր ընտանիքինը չի, էսի Արմենինը չի, Արմենը թասիպով ես էլի եմ կրկնում, Արմենը իրանց նման կնիկ չի, որ էթա սրա նրա վրա գրի, իրանց նման կնիկ չի, որ էթա ուրիշին, այսինքն ուրիշին չէ, իրական մարդու անունը տա, Արմենը կյանքում չի անի, Արմենը չի անի, ես կանեմ, ես էլի եմ ասում, ապացույցներ ունեմ քնար ջան, լիքը, ինչ են արել, որտեղից են ինչ արել, սենց ուղղակի իրավապահներին ներկայացրել եք այդ ապացույցները։ Չեմ ներկայացրել։ Արդեն կասկածները թույլ չի տալիս, որ նաև իրենց ներկայացնեք։ Չեմ ներկայացրել, որովհետև արդեն վախեցել եմ, որ ի սկզբանե ես էլ եմ ասում քնար ջան, իրանց միակ արդար բանը եղել է 2-ից 4 ամսվա ընթացքում դատաբժշկականը կգա։ Մենակ այդ ժամկետն են օրենքով պահել։ Մնացած ոչ մի բանը օրենքով չեն արել։ Ես ձեզ ասում եմ, ստեղից վերցրել են, տարել են քննչական կոմիտե, որ այդ նույն հիմքով սկսել են ոչ մի ունեինք տեսանյութերը, այս երկու տեսան 3 հայ 2 այս չգիտեմ։
Ես գիտեմ երկուսն է։ Հիմա ինչ ունես, դու դրա վրա ընդեղ րոպեներով կարա ցույց տա, այս րոպեին ինքը այս վարքյանին վազեց, այս վարքյանին 5 հատ կրակոց եղավ, այս վարքյանին այս արեց, այս վարքյանին սրա ձենը դուրս եկավ։ Ձենով վիդեոյ է, դի ամեն ինչ կարան անեն։ Ամեն ինչ։ Տիկին Ռուզաննա, Մերձավանի կրակոցներից ամիսներ անց հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության պաշտոնյաների ձերբակալեց։ Սա կապ ուներ աղմկահարույց այս դեպքի հետ։ Դուք որևէ տեղեկություն եք, թե ոչ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նորից նույն էջմիածիններ, նորից նույնն են։ Ես էջմիածնի անուն որ լսում եմ, Սաղջանս փշակաղվում է։ Հիմա էլ արդեն քննչական կոմիտեին չեն վստահում։ Եթե ընդեղից բերել եք ստեղ, որ արդար գնա այդ քննությունը, բա ուր է ձեր արդար։ Ոչ մի բան չեն արել, ոչ մի բան։ Ստեղից ոնց վերցրել են, առաջի օրով տարել են մորգ, երեխուն, այդ չգիտեմ, այդ դատաբժշկականը, հենց առաջի օրով։ Ես չգիտեմ, կարող է մեջից հենց այդ պատրոնը քթել են ու ոչ մի ձև, դե որովհետև ասում են Արմենը օդա կրակի, դե այդտեղից արդեն եզրակացություն չեն ասում ուղիղ բռնելա վրան։ Տուժող կողմը։ Էդ էլ են ասում էլի, որ օդա կրակել, բայց որ այս կողմը լնեց դիտավորյալ անձին, այս կողմը ով Վալոդիա Գրիգորյանի թե Վալոդիա Գրիգորյանի կողմը, սենց ասեմ, թեքումա այս կողմ, այսինքն որ ռակաշետ ա եղել, մենակ օդի կրակելու կամ չգիտեմ հենց պահված վրեն չէ, դրա դեպքում ռակաշետ կրնի ու մահը դրանից ա գրանցվել։ Բայց այդ ես 1000%, 1000 չէ, 10,000% եմ ասում, ես Արմենի ասելով եմ ասում, ես իմ տեսածն եմ ասում, Արմենի տեսածն եմ ասում, Արմենը ասում է իմ աչքերին խաբեմ ես իմ աչքերին խաբեմ, որ ես տեսել եմ։ Տալիս է ով է կրակել, անուն տալիս է ինքը չի տալիս։ Չէ, քնար ջան, Արմեն չի տալիս, ես կտամ, ես չեմ թողի սենց, ես էլի ուղղակի ասում եմ, միած թափվեք, ես չեմ ասում թափվեք, իրանց թափվելու տեղը չունեն։ Ես այն օրերին, որ ասում եմ, ես ոչ մեկի կողմից չեմ, ես այն ծնես չէի ասում, ոչ իմ տղեն, ոչ մեկի կողմից չի, ընդհանրեն Արմենի սխալերն է, որ եկել է, ընկերը զանգել է, այդ նույն ընկերը, որ այսօր չկա վերացել է, ինչ ասում ես, սյո ձեռներ լվացել, սաղ են լվացել ձեռները, որովհետև սաղ մեղավոր են, որովհետև բոլորը մեղք ունեն այս ամեն ինչի մեջ, Հիմա նստել են տնից նկարել են, իրանք էլ են մեղավոր, առաջի մեղավորը հենց իրանք են։ Հանցագործությունը չկան Առաջի մեղավորը հենց իրանք են։ Ընդեղ կանանց նայողները, բոլորը, մեծերը, փոքրերը, չգիտեմ, ով ասես, բոլորը, ես էլ եմ մեղավոր, որ ես չեմ զգացել, որ իմ տղին կանչել են տնից, իջել եմ միացել այդ ամեն ինչին։ Տիկին Ռուզաննա, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, որը որ դուք արդեն որոշեք, որ պետք է քննչական կոմիտեում գնաք եւ պահանջներ ներկայացնեք։ Ես պարտադիր կգամ եւ մեր լրատվամիջոցը կփորձի արդարության հետ կապված։ Ես ուղղակի ինձ ճիշտ հասկացի, ես ուրիշ տարբերակ չունեմ, ճիշտ է Էրիկը իր գործը անում է, շատ լավ անում է, ամեն ինչ փորձում է ապացուցել, որ այս մասով չի, բայց ես էլ որպես ծնող, ես էմոցիոնալ դաշտի վրա չեմ խոսում, Ես արդարություն եմ ուզում։ Միջև 4 ամիս եթե ես ձեն չեմ անեմ, մտածել եմ, որ արդար կլինի։ Հույսս դրել եմ այս ամեն ինչի վրա, բայց այն որ եկավ իմ համար այդ օրը շոկ էր, իմ համար դա չգիտեմ ինչ էր։ Ես ասում եմ, հիմա էլ եմ կրկնում, 4 ամիս է ես ամեն օր լացում եմ։ Իրանք մի օրում են լացելու այդ 4 ամսով լացը։ Ձեզ համբերություն, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, Տիկին Ռուզաննա։